Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրամ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում հակակառավարական ակցիաները չեն դադարում։ Ստամբուլում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել, քաղաքացիները պահանջել են ազատ արձակել Իմամօղլուին եւ բերման ենթարկված ընդդիմադիր այլ պաշտոնյաների։ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուլ Օզելը նախազգուշացրել է, կանգ չեն առնելու, մինչեւ արդյունքի չհասնեն։ Չինաստանի վրա ԱՄՆ-ի կողմից բարձր մաքսատուրքերի սահմանումը կարող է առավելություն լինել Հնդկաստանի համար, քանի որ չինական ընկերությունները կարող են մտածել իրենց գործունեությունը տեղափոխելու ավելի ցածր մաքսատուրքեր ունեցող երկրներ, ինչպիսին է Հնդկաստանը։ Այս մասին գրում է Indian Express թերթը։ ԱՄՆ-ի հետ երկկողմ առևտրային համաձայնագրի շրջանակում բանակցություններ վարելու, Հնդկաստանի ռազմավարությունը եւ ԱՄՆ-ի մաքսատուրքերին հակադարձելու հարցում նրա զսպվածությունը ըստ երևույթին արդյունք տվեցին, գրում է թերթը։ Նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է մաքսատուրքերը 75 երկրների, այդ թվում Հնդկաստանի վրա, միաժամանակ Չինաստանի վրա 125% մաքսատուրքեր սահմանելով ի պատասխան Չինաստանի պատասխան քայլերի։ Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի միջև անցկացվող խորհրդակցությունները դեսպանատների աշխատանքի կարգավորման շուրջ։ Դրանք տևել են գրեթե 6 ժամ։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Հանդիպումն ավարտվել է առանց մամուլի համար հայտարարությունների, ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքներն ավելի ուշ կամփոփվեն երկու երկրների արտգործնախարարությունների կողմից։ Եվրամիությունը կշարունակի նոր մաքսատուրքեր մշակել ԱՄՆ-ի դեմ, սակայն սառեցնում է դրանք 90 օրով բանակցությունների շանս տալու համար, թեև եթե բանակցությունները ձախողվեն, մաքսատուրքերը կմտցվեն։ Այս մասին X-ում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Ես տեսանելի ապագայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության հեռանկար չեմ տեսնում, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ռուսաստանը օկուպացված տարածքները հայտարարեց Ռուսաստանի մաս, ինչպես կարող են նահանջել դրանից։ Ուկրաինան, ինչպես մնացած աշխարհը, այս օկուպացված հողերը համարում են Ուկրաինայի մաս։ Ադրբեջանն էլ այդ հողերը համարում է Ուկրաինայի մաս։ Ինչպես կարող են դա զոհաբերել եւ ասել, ոչ, սա Ուկրաինայի մաս չէ, ասել է Ալիևը։ Իրանը կդադարեցնի համագործակցությունն ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ եւ երկրից կվտարի գործակալության բոլոր տեսուչներին, եթե ԱՄՆ-ն եւ Իսրայելը շարունակեն ռազմական ուժով սպառնալ Իսլամական Հանրապետությանը։ Այս մասին X հարթակում գրառում է կատարել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Շամխանին։ 2025-ի ամռանը նախագահական ընտրություններին ենթադրյալ նախապատրաստման մասին լուրերը բացարձակ անհետեթություն է, այս մասին ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, հայտնում է MV1-ն։ Հնարավոր չէ ընտրություններ պլանավորել, քանի դեռ կռիվը շարունակվում է, նախ պետք է վերջ տալ պատերազմին, հետո քվեարկել, նշել է նա։ Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Գազայի հատվածին, որտեղ վերջին 24 ժամվա ընթացքում 35 թիրախ է խոցվել։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը, հայտարարության համաձայն հարվածների թիրախ են դարձել ահաբեկչական կազմակերպություններին պատկանող օբյեկտներ, որոնք գործում են անկլավում։ Այդ թիրախները ներառում են դիպուկահարների եւ դիտորդական դիրքեր, ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ եւ առանձին զինված արմատականներ, ասվում է հայտարարության մեջ։
Թուրքիայի եւ Իսրայելի ներկայացուցիչներն ապրիլի 9-ին առաջին անգամ հանդիպել են Ադրբեջանում, քննարկելու Սիրիայում թուրքական եւ իսրայելական զորքերի միջև հակամարտությունը դադարեցնելու մեխանիզմը։ Այս մասին հայտնում է թուրքական Սաբահը, հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։ Չորեքշաբթի օրը Ադրբեջանում տեղի է ունեցել առաջին տեխնիկական հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Սիրիայում անցանկալի միջադեպերից խուսափելու համար Թուրքիայի եւ Իսրայելի միջև հակամարտությունների կարգավորման մեխանիզմը, գրում է թուրքական թերթը։